Ռազմական քայլերով հյուսիսային փոխոտայից մինչև ազատության հրապարակ Սպիտակազգեստ նվագախմբի ժամանումից հետո հերթն ավելի վառ գույներինն է։ Հրապարակ են մտնում երևանյան Թմբուկներ խումբն ու Պաշտպանության նախարարության զինվորական նվագախումբը։ Թմբուկի վերջին զարկից հետո կանգ առ ու զգաստ դիմավորում են Պաշտպանության նախարարին։ Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առիթով Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության զինվորական նվագախումբն արդեն ելույթ է ունեցել կոնսերվատորիայում, թագուհու ծննդյան առթիվ։ Մեծ Բրիտանիայի դեսպանն իր խոսքում ընդգծեց մշակույթի ու երաժշտության դերը երկու երկրների բարեկամական հարաբերություններում։ Ռազմական նվագախումբն էլ միայն ռազմական քայլերթերի համար չէ։ Միայն մի բանի համար եմ ափսոսում, որ նախորդ միջոցառման ժամանակ իմ ամենասիրելի երգը չհնչեց։ Բիթլզի հիթերից է, հուսամ այսօր կլսեմ։ Արտգործ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի գնահատմամբ պատահական չէ, որ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն ազդարարում են հենց մշակութային միջոցառմամբ։ Որ Հայաստանում եւ Միացյալ Թագավորությունում մշակույթի օրերի շարունակական անցկացումը խոսում վկայությունն է մեր ընդհանուր արժեհամակարգի եւ փոխադարձ հետաքրքրությանը։ Երևանյան համերգ քայլերթից հետո Մեծ Բրիտանիայի դեսպանը նշեց, որ ծրագրում է հիմա զինվորական նվագախումբը տանել Մեծ Բրիտանիա։ Աղվան Ասոյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։